Մենակ ապրում եմ, ասենք ես իմ հորտունն ապրում եմ, ուզում չեմ իմ հորտունու քայքայվի, ստեղծում եմ, որ ուրիշից կախչլեմ, ուրիշի վրա բերչիլեմ, ես այն մարա առնեմ, այփեմ, թափեմ ուտեմ, ուրիշը ինձ չտա, ես ուրիշին տամ, նանգ ինձ չտա, ինչ կուզեմ կանեմ, երբ կուզեմ կքնեմ, երբ կուզեմ վիկ կնամ, ես իմ ուննաթին եմ, օրս մեր տանով, մեր տան գործովով, մեր բաղճովով, մեր հավովով, մեր խոզովով, խոզ գործով օգտներն պահում եմ, եթե Ռուսաստանից գալիս են մորթում ենք, ուտում ենք, գրեխեք են դնում են, եթե չէ մորթում եմ մարազիլք են գցում օգտագործով։ Մեր նկարահանման պահին խանումի խոզերի կերը առաքեցին։ Խանում նկարում են էլի։ էլի։ Ես ուր են օրական գալիս նկարը։ Ես շատ գիտեմ նկարում են էլի։ Եմ մարդ չկա, ես ուր են եկել։ Ուղի չկա, դու էլ դες մարդել նկարում են։ Ես մինել ստիքցի անդոջան, ալի թեփնա չէ։ Հա տիքցի։ Ալի ես այստի։ Էդել եք նկարեմ։ Ենքան նկարել են։ Գողը ինձ նկար։ Սաղ ինտերնետնի ես եմ։ Արջեք տասա իշտ եմ տալ։ Գինը տասա։ Այսուր չեպեմ։ Չէ, ապրես, վրազը։ Ապրես, վրազը։ Ապրես չէ։ Ես կեզ պուրդեն, ես էլ Էլա, կեզ։ ապրես։ Բոլ նկարվի։ Քելա նկարում։ Բոլ ուր նկարվի։ Դարի ծոք կա նկարվելուց։ Դե սուրճ կխմեիք էլի։ Չէ, ապրեք խանում ջան, վրազը գործում է։ Վահ։ Շատ ապրեք։ Հյուրերին հյուրասիրի։ Խոզ եմ պահում, հավ եմ պահում, բաղ եմ մշակում, ծառ եմ մշակում, դրանով զբաղվում եմ, դասենք եթե աշխատատեղլիկ աշխատեմ, ինչքան ուզում եմ։ Բայց պարապսեն ցանեմ նստել։ Դենց էլ չեմ կարալ է, թոշակ եմ ստանում, պաստ եմ ստանում։ Հող մշակի հիմիկա երիտասարդությունը, չէ։ Եղունին կսատ փչացնի։ Քաշով մեկ ոսկի մի ադամանտ, այսպես են խոսում սահմանային ոսկեպարում Պեծ ու կրակ խանումի մասին, 1000 ջահելից ջահել է խանումը, ծնողների մահից հետո տանն ու գոմում ոչինչ չի պակասացրել խանումը, հակառակը շատացնում ու շատացնում է։ Նոտ եմ անում։ Էլի։ Խանումը լոդր մարդկանց հանդուրժել չի կարողանում, օրը դեռ ճաշ չի դարձել, բայց խանումի ծունկը կտրել է, այսինքն ծանր աշխատանքից ծնկները ծալվում են, բայց մեկ է բան ու գործը չի հատել, պարզապես ինչպես ինքն է ասում, աչքում նեկել ենք, մեզ ժամանակ կտրամադրի։ Մի բան էլ չկա մանուս ջան։ Ինչ եմ անում, որ գիտենաս ինչ գործի եմ։ Հա, լրագրողնի են եկել, մեր դրան նստած ենք։ Հմիկ բաջահելություն լոդրնա, չի ուզում աշխատի, չի ուզում, այնդով ռեխայենք հիշում եմ, ես գնենք թութուն շարենք մեր ծնողների հետ, անասնապահությունը գնենք, հետերուն գնենք, հմի գնում չեն, հմիկ բայ, ընդով 80-ական թվականներին ջայել հարսին բերեն, օրից եկ ստանեն, դաշտումն աշխատացնեն, հմի չկա, հետոնք չկա, վերացավ գնամ, հմիկ վա հարսներն ուզում են հենց տեղ ամուսնանան, ամեն ինչը, ապա հովին անց նստեն ուտեն, մատներուն կսել, մազերուն ներկեն մանկան, հմիկ վա հարսնիքն էտեն, լվացքի մայքենան, որ արա, իմ բերն ասեց, որ ասենք լվացք ենք անում, ասեր, հարսը լվացել է, դուք էլ փռում եք, ասում եք լվացք ենք արել, ջուր չեք կրել, կուշ չեք շլակել, կուրներ ու ցավացել, ջուր չեք թքացրել, հոմի, մաշինը կա, գազը կա։ Ընդով արաղ քաշեին, ենքան ջախ ենք կրել, աչկերուս քորա, հոմի, գազը միացրու, տագինցրու, արաղն իրան վերտարնա։ Կյանքը հեշտացել է։ Աշխատանք չկա, որ աշխատեն երիտասարդությունը էտա։ Կյանքը հեշտացել է, բայց ոչ իր համար, այնպես չի, որ ձեռքերը ծալի նստի կսովի խանումը, չէ, աչքը ծակ չի խանումի, պարզապես սիրում է ունենալ ու ունեցածից էլ բաժին հանել, հա ու մեկ էլ ասում է ուրիշ ապրելու ձև ու միջոց չգիտի։ Ես որ տենում չեմ, օրինակ, տենում եմ, որ
ջահելություն կա մենակ կսված մանակալի, բաղն էլ չի հետաքրքիր, անտումն էլ չի, ոչ մի բան է հետաքրքիր։ Ոչ մի բան։ Անհավեսա ադե էս կռիվն էլ մարդկանց, էսա։ Մինը արեք կռիվը մեծամասամբ էս աշուրջումը ժողովրդին հուսա կտրելա։ Համի ասում ես, ուզում ես մի բան սարքել, ասում ես, բայց հեքս բավր տան, գնաց, ինչ պետք անում։ Մի օր ասում են, էսա վերևը կտան, մի օր ասում են ներքևը կտան, դե մենք գիտենք ոչ կտան, տալ չեն, բայց թե։ Խոզս պուջում, այսքան կետ եմ տալ խոզս։ Առաջինա տանիք եմ։ Տոխը դսա, արի, կերել ես, արի։ Այս է, կեր։ Այս մանանադից։ Սիրտը նեղում խոսքը կտրվում է, երբ սահմանի ու սահմանային գյուղի անցուդարձին է անդրադառնում։ Իր կողքի բոլոր տները համարյա դատարկվել են, հետպատերազմյան սարսափազդու լռություն։ Սահմանազատումից հետո երեխա ունեցող ընտանիքներն արագ լքեցին գյուղը։ Ոչ ոք չի ցանկանա թշնամին երկրի սահմանին երեխա պահել։ Առավել ևս, երբ վստահ չես պետության ղեկավարի պատերազմ վարելու եւ խաղաղություն հաստատելու կարողության վրա, օրն անցնում է մարդու ձայն չկամ։ Գեղը ռեխա չկա, ջահելու, այդ մեր ով չճամպենա մեր թաղի, մի հատ ռեխա չկնում, մի հատ մարդ չկա, ձերանուց, էսա կգնաց, չիմ ձերեր է։ Կես ճամպոն դպրոցական տարիներին, ռեխեքը լիքը, դպրոց գնեին, գեին, մարդ կար, հոմի չկա, ամեկրիան թերթին պախել են գնացել։ Դե հմի ենակ գեղը բարի գնացած բան է, էլ էսուր եկին։ Խիա բարի գնաց։ Ձերանուց հոյլին։ Բա ուր են ժողովուրդը։ Թող ջահելություն գնում այլ։ Բա ժամանակին գյուղել է, ժամանակին է սալխոց կոլխոզը բաղ ենք ունեցել է, ամեն ինչը ֆերմ են ունեցել, ամեն ինչ ունեցել է։ Ժամանակին լեն ու բոլ աշխարհ էր, լեն ու բոլ տուն ու այգի։ Իրար գլխի էին ապրում, մի կտոր ցամաք հացով սեղան նստում։ Հիմա մնացել է մի տուն, մի կիսադատարկ գյուղ ու մի խանում։ Ասում է ժամանակները փոխվեցին ու ոչ մի լավ բանի չբերեցին։ Ջահելին ուզում են իրանք իշխեն։ Համիկ բա ջահելն ուզում է ինքն իշխացել է։ Համիկ բա մեծի արածնել չեն հվանում։ Մեծի էլ չեն ուզում տենան։ Ես հիմա մեկ մի ձև են էլի։ Ամեն ընտանիքը մի բան։ Անդով տան մեծը արիքա շերեփ կեսոր ծերիներ, էլ շերեփ հարսի ծերին այլի։ Ես իմ ծնողին պահել եմ մեծացրել, պահել եմ մեծացելա, արիքա այդ տարիքը մահացելա, համիկ բա երիտասարդություն թողանում ու գնում։ Ծնողն մեր գեղմն ենքան կան, որ մենակ ապրում են։ Ռուսաստան են տղերքը մինը քաղաքում, ամեկրիանց մար ապրում են, ծնողն էլ ստի մենակ։ Խանում ավելի քան վստահ է նորագույն տեխնոլոգիաները մարդկանց փչացրին։ Այն հեռախոսներում ինչեր ասես, որ չտեսան ու դուրս կանգնեցին։ Ինչ շաշ բաներ հեռախոսը մկա։ Ինչ այլանդակ բան ասեց հեռախոսները մկա։ Հեռախոսը լեզվանի հասարկում։ Հեռախոսներն են փաստորեն։ Ոյ 40-քիցը հեռախոսամ տեկանում։ Մեկ վարեղ են ինձանից շատ բան գիտի։ Հեռախոսի, հա։ Մեկ վարեղ են ավելի շատ բան գիտի։ Հնդով հեռախոս տելևիզոր չկար սկի նորմալ։ Համիկ աղջիկը մեծ կնանիքն են շալվար հագնում, որ պետքա ամեկիրանց կին իրան տրադիցիան ունենա մարդն իրան։ Ես տանն եմ հագնում։ Ես դուսեք դրսից դուսեկա, ասենք տեղ եմ գնում։ Ես կյանքում շալվար չեմ հագնում։ Հազար փեշակ խանումը հաստ չէ նաև այս ջահելների դզվել փչվելու հետ։ Ինչպես ինքն է ասում, մեջը փուջ, օղտը հատիկ։ Ամենաճիշտը իրան բնականը չի։ Բնականը դենը լավը չկա։ Այնա բնությունն իշտվել այնա գեղեցկությունը։ Գեղեցկանը։ Էդ ուր ես գեղեցկանում, ինը ինչ կասկաս։
Ասենք 5-10 օր գեղեցկացար, նույն 10 օրից ետ նույնը չես, ենա մչամ տենտենանım, այ ժողովուրդը երկարակ չեն, այդ դրանից էլ ինչ կարած գիտենաս, կարողա դրանից այս մահերը, դվերը կնում ես մահա, ինչ գիտես դրանից չի, Ինչից։ օրինակ այդ քիմիական նյութերից։ Տատի համար ուրբանիզացիա, գլոբալիզացիա, նորագույն տեխնոլոգիաներ եւ այլն հրեշավոր բաներ են։ Թեպետ դեմ չէ ինչ-որ չափով օգտվել նաեւ դրանից։ Խանում Խաթունը գյուղի ամենաճանաչված տատն է, շիտակ ու սուր խոսք ունի։ Իրենից նեղանալ չլինի, ասում է։ Տեղն ընկել է, պիտի խոսի, սիրտը թեթևացնի։ Ամենալավն է ճիշտ ճակատին ասեմ բրտնեմ։ Հա թող գնա վարվի։ Եվ վարվել վարվի, նստել ու աննստի։ Չէ, որտեղ է մոդա։ Կարմիր խունձորա սարից դուս են բանիցը, սրայից դուս են գալի կենեմ տակադոր շապատներով մնամ, ինչ կարմիր խունձոր, կարմիր խունձոր, ընդով սիպտակ էլ չկար, պանաս, ընդով են թվեին են ինչ սիպտակ միպտակ կար, կարմիր մարվիր ինչ է, Ռոշկեքով ընդով սիպտակ շոր կար, բա, մի անոր վար պետք է հարսին սիպտակ հացը, Դու հարց սեղանի վրա հաց ուտեր, բայց նստում են ուտում հրսանքում։ Դա ժամանակ ամեկնյանց դրանը վարա սարեի սարքեին ու տղի ուրփաթորը, շապաթորը հրսանիքա, տղի տան պչեն, կով մորթեն, ոչխարը մորթեն, միննանեն, հմ ինչ հրսանիքա։ Հմիկ վա հրսանիքին անհետաքրքիր է, հա ճիշտ է, գնում ես մաքուր, ակուրատին նստում վեկենում, Են ժամանակ չարչարմուք էր, ոչ թե հետաքրքիր էր։ Շապատներով հվակվեին, սարքեին, թխված թխեին, համի ուրա, հրսանիքա չէին չա։ Ձևական բանա։ Դա այն ժամանակ, երբ գյուղերում կյանք կար, սիրտ կար ու հավես կար։ Ողջ գյուղով հավաքվում նախ այդ տան պարտադիր լվացքին էին օգնում, գորգեր, վարակույրներ, պատուհաններ, հետո բոլորով հացն ու գաթան էին թխում։ Ողջ գյուղով հարսանիքի համար բերած մթերքը պատրաստում, տոլմա փաթաթում, աղցաններ եւ այլն։ Դա էր տոնի մի մասն էր, հիմա ինչ պատրաստի բաներ են։ Կյանք կար, ուրախություն կար, կինո գնալու ավանդույթ։ Հնդկական կինոներ էին բերում գյուղ, դահլիճը չէր տեղավորվում բոլոր ցանկացողներին։ Պատահում էր կինոյի կեսը նայում էին, հետո 1-1.5 ժամ ակումբում սպասում, որ մյուս կեսն էլ բերեն։ Տելևիզիոն չկար, որ մտիկանեն։ Իմ լեստարած մեր ասեր, իջևան կինո երեկել խոսող կինո, ստեն ոտով գնացլենք, իջևան որ խոսող կինոին մտիկանենք։ Մի ոչ գեղմը կինո կա, ոչ գեղմը թատրոն կա, այնա տելևիզորն է, հեռախոսն է։ 5 կոպեկ էր կինոն։ 5 կոպեկ էր սկիծնողին տեին էլ ոչ խոսելով վրերով ջղայնանելով 5 կոպեկ տեին զորը կինեի կինո։ Հնդկական կինոյի կերին բալետ անել։ Չին փոխվել է, գիտես, ընդով հարևանությունը իրար հետ շփվեր, մարդամոտություն կար, ամեն ինչ կար, մի չկա վերացել է։ Ընդով որ մի փուր վակեին, հաց թխեին, ամբողջ թաղը վակվեր, համի չկա, ով է հաց թխում հնությունից, ով չկա, անասնապահությամբ զբաղվեն, գեղելիք անասուներ, գեղելիք երեխաեր, ամեն ինչ, համի մարդ չկա, ձերացել են սկի անասնապահությամբ մի քանի ընտանիք են զբաղվում։ Իրար այդ հաշտ համերախ ուրախ ենք ելել, ասելով, խոսելով, ծտաղելով, մի կտոր հացը իրար հետ կել ենք, մի ով մի կտոր հաց, ամեկնյանց տարիքինում են, մի պայ երիտասարդություն մեծերին չուզում։ Խանումը 73 տարեկան է, բայց տարիքին չնայեք 18 տարեկանի կրկիտություն ու առողջություն ունի։ Առողջ ծնունդ է կերել, կաթ ու մածունով, գյուղական տարբեր կանաչիներով մեծացել։ Թեպետ ասում է իրենց սորտ, այսինքն գենը երկարակյաց է, բայց խանումը նկատում է հիմա մահը ջահելացել է, ահել ջահելի ջանը ցավ ընկել։ Մի պայ երիտասարդությունն ապրում չի։ Մի պայ երիտասարդությունը դեղի վրա նստած է։ Ընդով ճշումը չեն ունեցել, ընդով դեղը չելել, դարման չելել, ընդով կաթն ու մածոնով սնվել են։ Բախշանում եմ։ Ալավերդը կաղաք։ Լասիրում բախճանին նկարի։ Քաղաքական անցուդարձին էլ հետևում է տատը ու հաճախ անիծում հակառակորդին, չի հավատում նրա հետ բարեկամությանը, հազար ու մի թշնամական պատմություններ գիտի դեռ ապուպապերից պատմած, սպանություն, գողություն, թալան ու քանի դեռ հակառակորդ ադրբեջանցին է, տատը խաղաղության չի հավատում։ Հավատալ չի կարող, բայց սահմանային ոսկեպար գյուղից լիքը սրտով մաղթում է։ Ես կող չունեմ դեին ասում ես։ Մանանա Բարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։